Ցիելի ռադիոընկերներ, Շանթ ռադիոկայանի ուղիղ եթերում երեկոյան ծրագիրը շարունակում է իր ճամփորդությունը եւ տեղեկացնեմ, որ այսօր ես տաղավարում ունեմ հյուր, մենք խոսելու ենք մեր համակարգացու հաջողության մասին, մասնավորապես այսօրվա իմ հյուրն է Գյումրու Ֆոտոն վանժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հունոյանը, նշեմ, որ Անահիտը մասնակցել է կենսաբանության միջազգային օլիմպիադային, արժանացել է բրոնզե մեդալի, այնպես որ շնորհավորում եմ այդ կապակցությամբ։ Եվ միանգամից խոսենք հենց օլիմպիադայի մասին, ինչքան գիտեմ, օլիմպիադան անցկացվել է մայիսի 10-ից 17-ը, Ռուսաստանում է անցկացվել օլիմպիադան եւ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էր նաեւ դու եւ մեր թիմը կարողացել է մի շարք մեդալներ նվաճել, եւ դու եւս արժանացել ես բրոնզե մեդալի, մի փոքր պատմիր օլիմպիադայի մասին, քո զգացողությունների մասին։ Նախ եւ առաջ օլիմպիադային մասնակցելուց առաջ, այսինքն միջազգային օլիմպիադայի մասնակից դառնալուց առաջ, նախընտրական, այսպես ասած, փուլ է կազմակերպվել հենց Հայաստանում եւ դրան մասնակցել են բավականին շատ աշակերտներ, սակայն թիմը կազմվել է 6 հոգուց եւ նախընտրական փուլի կազմված էր 10 վարժություններից, որոնք նմանություն ունեին հենց միջազգային օլիմպիադայի վարժությունների հետ, նույն բարդությամբ էին, որպեսզի մասնակիցները ընտրվեին արժանի կերպով։ Դրանից հետո արդեն ընտրված մասնակիցներս մայիսի 10-ից մինչև 17-ը մասնակցել են հենց բուն միջազգային օլիմպիադային, որը անցկացվել էր Սոչի քաղաքում Ռուսաստանի, եւ օլիմպիադան կազմված է եղել 3 փուլից, որոնցից առաջին տեսական փուլն էր իր վարժություններով, այնուհետև փորձնական փուլը, կորսնականը եւ վերջում թիմային աշխատանք էր, նախագծային աշխատանք։ Եվ Հայաստանից մենք 6 մեդալ ունենք, թե 4 մեդալ ունենք։ Ունենք 4 մեդալ։ 4 մեդալ, իսկ քանի 6 մասնակից, ինչքան նախապես մենք միասին քննարկեցինք, 6 մասնակից ունենք 4 մեդալ եւ բրոնզե մեդալների են արժանացել մեր մասնակիցները։ Եվ դու եւս։ Դա անհատապես է ամեն մեկը արժանացել այդ մեդալներին, թե եղել է ինչ-որ ընդհանուր աշխատանքի արդյունքում, թե անհատական մեդալների մասին է խոսքը։ Խոսքը գնում է անհատական մեդալների մասին, թիմային աշխատանքի պարագայում արդեն մեդալների կարժանային ոչ թե առանձին աշակերտներ, այլ հենց երկիրը, այսպես ասած։ Թիմը կարժանանալ ընդհանուր։ Եվ ինչպիսին էին բարդային առաջադրանքները եւ հայկական, եթե համեմատենք մեր տեղի փուլի հետ կապված, բնականաբար կարծում եմ այնտեղ շատ ավելի բարդ եւ պատասխանատու է եղել, ինչպիսի զգացողություններ ունեիր։ Վարժությունները բնականաբար համեմատած Հայաստանում անցկացված փուլի հետ ավելի բարդ էին եւ բնականաբար սկզբում կար լարվածություն մի փոքր, անվստահություն, սակայն հետո ավելի շատ կենտրոնացում աշխատանքի վրա, որպեսզի հասնենք արժանի արդյունքին։ Իսկ ընդհանուր առմամբ սպասում էիր, որ նման հաջողության կարող ես հասնել, թե ոչ։ Անկեղծ ասած ոչ։ Հայաստանում նման սպասելիքներ չկային։ Բայց մտքում ինձ թվում է պետք է որ մտածեիր, ինչու ոչ, եթե գնում ես մասնակցելու, պետք է նաև մրցանակային տեղի մասին մտածել։ Դե բնականաբար նպատակադրված աշխատանք անցկացրել եմ այդ ուղղությամբ, շատ գրքերով, բոլոր տեսակի նյութերով աշխատանք տարել եմ, բայց միշտ փորձում եմ հնարավորինս ցածր բանին սպասել, որպեսզի հետո հիասթափություն չլինի։ Քիչ ակնկալիքներ ունենալ, բայց շատ աշխատել, դա է կոպանաձևը հաջողության։ Եվ իհարկե եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ կարեւոր է որ խոսքը կենսաբանության մասին է մեզանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը աշակերտների երեխաների մոտ շատ ավելի քիչ է ցավոք սրտի բայց դրանք ամենակարևոր ոլորտներն են նաեւ հետագայի զարգացման համար եւ ինչքան շատ ունենանք նման հաջողություններ այնքան դրանից իհարկե կհաջողի մեր երկիրը մեր քաղաքը ինչքան շատ մեդալակիրներ ունենանք իմ հաղորդումների շրջանակներում ես շատ եմ հյուրընկալում մեր աշակերտներին նաև մարզիկներին, մեդալակիրներին տարբեր ոլորտներում եւ միշտ հաջողությունների պատմությունները միասին քննարկում ենք եւ երբ արդեն վերադարձակ, ինչպիսին էր նախ քո հաղթանակին քո մտերիմների արձագանքը, ամենակարևորը դպրոցի արձագանքը եւ դպրոցում սպասում էին քո հաջողության, ինչ ես կարծում։ Դպրոցում արդեն ուսուցիչներից հետ անցկացված զրույցից հասկացել եմ, որ հաջողությանը սպասում էին, որովհետև տեսնելով աշխատանքը տարված այդ ուղղությամբ վստահ էին միանշանակ որոշակի հաղթանակի ու գիտելիքների վրա եւ այդ հաջողությունը նրանք տեսնելով շատ լավ դիմավորեցին դպրոցում, կազմակերպեցին առանձին միջոցառում, այսպես ասած, հենց մեդալակիրներին դիմավորելու համար։ Եվ դա պետք է որ քեզ ավելի ոգևորած լինի, կարծում եմ։ Այո, նոր հաջողությունների մղելու համար։ Ավելի շատ ցանկություն կա այլ օլիմպիադաների մասնակցելու։ Հետաքրքիր է սա որպես այդպեսին քո առաջին փորձն էր նման միջազգային հանրապետության մրցույթի մասնակցության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։
Առաջին միջազգային օլիմպիադայի փորձներ, որը անցկացվել էր Հայաստանի տարածքից դուրս, մինչ այդ Հայաստանի տարածքում սովորական հասարակ օլիմպիադաների բնականաբար մասնակցել եմ, բայց ոչ միջազգային։ Իսկ ինչպեսի արդյունքներ ես գրանցել։ Մասնակցել եմ կենսաբանության օլիմպիադային եւ հասել եմ մինչեւ հանրապետական փուլ։ Հանրապետական փուլում ցավոք գովասանագրի չեմ արժանացել, բայց դրանից դրդվելով եմ սկսել ավելի շատ աշխատել, ինչի շնորհիվ էլ հիմա այս արդյունքին եմ հասել։ Իհարկե աշխատասիրությունը, նպատակասլացությունը շատ կարևոր գործոն են հաջողության հասնելու ամենակարևոր գրավականներից են եւ հուսանք որ քորինակը նաեւ վարակիչ կլինի մյուս աշակերտների համար, ուսանողների համար եւ քանի որ կենսաբանության օլիմպիադային ես մասնակցել, ենթադրում եմ որ արդեն պետք է որ մասնագիտական նաեւ ունենաս որոշակի կողմնորոշում, ընտրություն, թեպետ արդեն 11-րդ հասարանում ես սովորում, 12 ես փոխադրվել, արդեն կարող ենք ասել, քանի որ ուսումնական տարին արդեն ավարտվեց, եւ ինչ մասնագիտություն ես արդեն ընտրել, որոշել եւ ինչ ուղի ես պատրաստվում քեզ համար։ Պատրաստվում եմ ես ընդունվելու բժշկական համալսարանը Հայաստանի եւ որպես մասնագիտություն ավելի շատ հակված եմ դեպի սրտաբանությունը։ Շատ պատասխանատու եւ բարդ ոլորտ ես ընտրել։ Իսկ ինչպես կանգ առար հենց դրա վրա եւ բժշկության վրա ամենակարևորը սերը որտեղից է գալիս։ Նախ դեռ փոքր տարիքից ծնողներս էին ինձ ասում անդադ բժշկական ուղղությամբ գնալու մասին, թե ընտանիքում ունեք բժիշկներ, ոլորտի մասնագետներ, թե ոչ։ Ընտանիքում չունեմ ոլորտի մասնագետներ, չէ, ունեմ, այսինքն կներեք, մորաքույրս է աշխատում այս ոլորտում եւ հենց նրանից էլ ոգեշնչվել եմ որոշակի չափով, բայց մեծամասամբ այս եզրակացությանը եկել եմ ուսումնասիրելով մի շարք մասնագիտություններ եւ վերջիվերջո հասկացել եմ, որ ավելի շատ ինձ համապատասխանում է հենց բժշկությունը։ Եվ վերջիվերջո կանգ ես առել հենց բժշկության վրա եւ սրտաբանության։ Այո։ Եվ հիմա կարծում եմ նաեւ ակտիվորեն աշխատում կրկին պարապում ես ավարտական քննությունների համար։ Ճիշտ է։ Եվ կրկին կենսաբանությունը քեզ օգնելու է այս հարցում։ Այո, բավական։ Կենսաբանություն, այլ ինչ քննություններ ես քիմիա, կենսաբանություն եւ քիմիա։ Իսկ այս հաջողությունը քեզ պետք է որ ինչ-որ չափով օգնի, չէ՞, արդեն ընդունելության քննության ժամանակ, թե հաշվի չեն առնում այդ միջազգային նվաճումները։ Միջազգային նվաճումները հաշվի առնում են ընդունելության ժամանակ, դեռ իհարկե խիստ տեղեկացված չենք, սպասում ենք պատասխանի այդ ուղղությամբ, բայց եթե նույնիսկ ինչ-որ ընդունելության մեջ օգնի, ինձ հաստատ գիտելիքների առումով օգնում է կենսաբանության տարբեր կողմից ինչ-որ տեղեկացված լինելու։ Եվ հիմա արդեն կան այլ նախանշումներ, ապագայի պլաններ, բացի այն, որ պատրաստվում ես ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան եւ շատ բարդ մասնագիտություն սրտաբանության ոլորտն ես ընտրել, մեզ իհարկե միշտ պետք են որակյալ սրտաբաններ, հատկապես մեր քաղաքին, ուզենք որ կփորձես մաքսիմալ կերպով քո կորցունիությունը հետագայում ծավալել հենց մեր քաղաքում։ Կան նաև նախանշվող այլ պլաններ, ապագայի ինչ ծրագրեր ունես, միգուցե առջևում կլինեն նոր մրցույթներ, նոր օլիմպիադաներ, արդեն հայտնի է, թե դեռ հայտնի չէ։ Նոր օլիմպիադաներին, այո, նպատակներն են մասնակցելու, արդեն հայտնի է կրկին Սիրիուս տաշնային տարածքում անցկացվող էկոլոգիա օլիմպիադան, որը նույնպես կենսաբանության հետ առնչություն ունի։ Էկոլոգիայի ճյուղով մասնագիտացված։ Արդեն դու ընտրվել ես եւ մասնակցելու ես։ Դեռ չեմ ընտրվել, էլի անցկացվել է նախընտրական փուլ, ընտրվել են թիմ աշակերտներ կազմված 5 հոգուց, ովքեր հետագայում մասնակցելու են այդ միջազգային օլիմպիադային։ Իսկ դա երբ է մոտավորապես տեղի ունենալու։ Նախընտրական փուլը կարծում եմ տեղի ունենալու օգոստոսին, իսկ հենց էկոլոգիայի միջազգային օլիմպիադան հստակ օր չկա նշված, բայց սեպտեմբեր ամսում։ Նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո ըստ կլինի, այնպես որ քեզ եւս հաջողություն ենք մաղթում, ուսանք այդ ժամանակ եւս հաջողություն կգրանցես, մենք էլ այստեղ կհանդիպենք եւ արդեն քո այդ հաղթանակը կնշենք եւ իհարկե ավելի բարձր հարգի մեդալ կարծում եմ պետք է որ արդեն ունենաս։ Մտածում ես այդ մասի բարձրացնել մեդալի հարգը թե ոչ։ Իհարկե ավելի շատ ոգեշնչված եմ հենց դրանից եւ փորձում եմ ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ, ավելի բարձր արդյունքների արժանանալու համար։ Իսկ բայց այն որ հիմա արդեն ամառային արձակուրդներ են, պետք է որ հիմա փոքր հանգստանաս, թե դեռ պարապմունքները շարունակում ես։ Պարապմունքները շարունակում եմ ու ամառային արձակուրդներին ավելի շատ ժամանակ ունենալով ավելի շատ ժամանակ եմ հատկացնում պարապմունքներին։ Կրկին պարապմունքների ես գնալու եւ չես հանգստանալու ամռանը։ Որոշ չափով կենսաբանությունն էլ է հանգիստ, երբ ինչ որ բան իսրտես սիրում ես եւ դրանով զբաղվում ես, դա էլ իր հանգստությունը բերում։
Այսինքն քեզ համար հիմա գլխավորը հենց դա, իսկ բացի դպրոցից, դասերից, այդ ծանրաբեռնված պարապմունքներից, իսկապես այդ պարապմունքները շատ ծանրաբեռնված են եւ մանավանդ երբ աշակերտները պատրաստվում են ընդունելության քննություններին եւ հիմա դեռևս այս տարվա քննությունները նոր են մեկնարկելու եւ այլ նախասիրություններ, հոբիներ ինչ ունես, ինչն է քեզ հանգստացնում բացի պարապմունքների, ինչպես արդեն հասկացա, դու կենսաբանություն իսկապես շատ ես սիրում։ Այո, կենսաբանությունը շատ եմ սիրում, բայց բնականաբար կան այլ հոբիներ, որոնցով զբաղվելիս նույնպես հանգստանում եմ, եւ դրանց թվին եմ պատկանում օրինակ ընթերցանությունը, տարբեր ժանրերի գեղարվեստական գրքերի, նաեւ նկարչությունը շատ հանգստացնում եմ ապրում, հատկապես տարբեր ծաղկային նկարներ նկարելիս կտավեմ։ Կիսա պրոֆեսիոնալ կամ պրոֆեսիոնալ կերպով արտիրապետում ես, թե ուղղակի սիրողական մակարդակի։ Հաճախել ես նկարչական խմբակների։ Հաճախել եմ նկարչական խմբակների, բայց ցավոք չեմ տիրապետում պրոֆեսիոնալ մակարդակով։ Ընդամենը կարողանում եմ մի փոքր, այսպես ասած, գունային երանգներով։ Իսկ վերջը հետո հասկացար, որ նկարչությունը եւ արվեստը քոնը չեն։ Այո։ Եվ որոշեցի կանգ առնել կենսաբանության վրա։ Ընդհանրապես հումանիտար ոլորտը սիրում ես, դպրոցում ոնց են գործեր այդ ուղղությամբ։ Շատ լավ են, հումանիտար ոլորտը նույնպես շատ սիրում եմ եւ հատկապես լավ եմ տիրապետում լեզուներին ու այդ ուղղությամբ նույնպես շատ եմ աշխատել։ Գերմաներեն, անգլերեն, բոլոր օտարերկրյա լեզուները սովորաբար ինձ հետաքրքրում են նույնպես։ Բայց հիմա պարապում ես, թե հիմա չեմ պարապում, բնականաբար ազատ ժամանակ ունենալիս փորձում եմ ինչ-որ այլ հումանիտար առարկաներով, տարբեր լեզուներով խորանալ, դրանք ավելի շատ ուսումնասիրել, բայց որպես պրոֆեսիոնալ այդ լեզուներով չեմ զբաղվում։ Իհարկե մասնագետը, ինչ մասնագիտության էլ տիրապետի, կարևոր է նաև տարբեր լեզուների իմացությունը, բժիշկների համար էլ է կարևոր, ապագայում արդեն կդառնաս լավ բժիշկ, վերապատրաստման դասընթացների էլ կմասնակցես եւ ավելի խորքային գիտելիքներ ձեռք կբերես, քանի որ ես ինչքան հասկացա, դու շատ ես խորացած քո ապագա մասնագիտության մեջ, ինձ թվում է դու արդեն հիմա էլ ինչ որ չափով հետևում ես տենդենսներին, տարբեր մասնագետներին, ոլորտում փոփոխություններին, ոլորտում իրավիճակին ուսումնասիրում ես այդ ամենը, փորձում ես ավելի խոր ուսումնասիրել, թե դեռ ոչ։ Ուսումնասիրում եմ, բայց այսպես ասած չեմ հետևում ինչ-որ այդ մասնագիտությամբ խորացած մարդկանց, այլ հենց կարդում եմ միջազգային գլոբալ առումով նոր ձեռքբերումների մասին, նոր հաջողությունների մասին այդ ոլորտում գրանցված։ Հոդվածներն ու հրապարակումներն ես կարդում։ Իսկ այդ ամենը շատ չի քեզ ծանրաբեռնում։ Ընդհանրապես չի ծանրաբեռնում։ Հասցնում ես վայելել կյանքի այդ հատվածը, թե ոչ։ Այո, բնականաբար հասցնում եմ վայելել, որովհետև ինքնակամ եմ անում այդ ամեն ինչը, ոչ թե ստիպված։ Ես արդեն քեզ հետ զրույցում էլ հասկացա, որ նաև դու շատ չափազանց աշխատասեր ես, նպատակասլաց ես, եւ կարծում եմ, դա իսկապես կօգնի, որ հասնես քո բոլոր նպատակներին։ Ես քեզ ել ավելի մեծ եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Եվ ինչպես արդեն ասացի, հուսամ, որ առաջիկա օլիմպիադային, որին նաև պլանավորում ես մասնակցել, հուսամ կընտրվես Հայաստանից, մասնակցելու հնարավորություն կունենաս։ Մենք էլ մեր տաղավարում կրկին կհանդիպենք եւ քո նոր հաջողությունների մասին արդեն կխոսենք։ Կարծում եմ, քո դասընկերները եւս պետք է ավելի ոգևորված եւ ոգեշնչված լինեն։ Այո, նրանք նույնպես ոգևորված են, նրանք նույնպես խորացած են կենսաբանության մեջ ու բավականաչափ զբաղվում են։ Դու սովորում ես բնագիտական դասարանում։ Բնագիտական դասարանում եւ նրանց մեջ էլ կան մասնակիցներ, թե ոչ։ Միջազգային օլիմպիադային բնագիտական մեր դասարանից մասնակից ունեցել ենք Բաբիկ Սարգսյանը, մյուսները մասնակցել են Հայաստանում անցկացվող օլիմպիադաներին, բայց ոչ միջազգային օլիմպիադային։ Այնպես որ քեզ ու քո ընկերներին եւս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում եւ ինչպես արդեն ասացի, չեմ կասկածում, որ արդեն առաջիկա մենք կրկին կհանդիպենք եւ ավելի քո մեծ հաջողությունները կքննարկենք միասին։ Ես շնորհակալ եմ, որ այսօր եղար մեր հյուրը, կարծում եմ կարողացանք մեր ռադիոլսողներին մոտիվացնել, մեզ լսող նաեւ աշակերտներին, ուսանողներին եւ ավելի նպատակաուղղել դեպի գիտությունը, զարգացումը եւ նաեւ տեղեկացնեմ սիրելի ռադիոլսողներ, որ եթե չեք հասցրել մեզ հետևել առցանց on-line տարբերակով էլ հնարավորություն ունեք մեր հարցազրույցին հետևելու, փոքր ուշ մենք այն արդեն կտեղադրենք մեր Facebook-յան հարթակներում, խոսքը վերաբերվում է Շանթ ռադիոկայանի եւ Շանթ Գյումրի Facebook-յան էջերին եւ բացի այդ մեր Facebook-յան էջերում ուղիղ եթերի հողում կա եւս տեղադրված, այնպես որ այդ
եւ տարբերակով կարող եք նաեւ մեր հաղորդումներին հետեւել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ հետաքրքիր զրույցի համար Անահիտ եւ մեր ռադիո լսողներին հիշեցնեմ, որ ես այսօր հյուրընկալել էի Գյումրու ֆոտոն վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հունոյանին, նա կենսաբանության միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի էր արժանացել եւ մենք այսօր միասին քննարկում էինք նրա հաջողությունը։ Եվ սիրելիներս, ձեզ առաջարկում եմ շարունակել հետևել մեր երեկոյան ճամփորդությանը։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։